Խաղաղության սեղանին վերադարձած խաղն արդեն նոր կանոններով է։ Վաշինգտոնը փորձում է հավասարակշռել քարտեզը։ Կիևը պահել կարմիր գծեր, իսկ Մոսկվան արդեն հայտարարում է, որ չի խաղա այս տաղը։ Ժնևում Կիևը մերժեց չդառնալով պատմական պարտության հասցեատեր։ Ամերիկան ապաստարաներ դարձավ սպասասրահ 100 հազարավոր ուկրաինացիներ սառեցված դիմումներով թաքվող դռների առաջ են կանգնած վախով ու անորոշությամբ։ Մարդիկ, որոնց կյանքը փրկվեց պատերազմից, այժմ պայքարում են թղթային պատերազմում։ Մերձավոր արևելքը կրկին դողաց մեկ հարված մի քանի զոհ եւ տարածաշրջանը նորից սաղում է կարմիր գծերի վրայով։ Նոր խաղ է սկսվում, որտեղ մի սխալ քայլը կարող է վերածվել լուրջ բախման։ Թրամփի ստեղծած արդյունավետության գազանը Դոջը լուր եւ աննկատ վերացավ։ Ոչ հաշվետվություն, ոչ բացատրություն, միայն դատարկ աթոռներ։ Կառավարական սղոցը, որ Մասկը հաջիկով ցուցադրում էր, կարծես կտրեց հենց սեփական արմատը։ Զինվորական պատվի եւ քաղաքական խոսքի սահմանը կրկին աղավաղվում է։ Պենտագոնը ստուգում է արդյոք նախկին կապիտանը խախտել է չափը, թե պարզապես բարձրացրել է արդարության ձայնը։ Դատարանը փակեց մի գործ, որն ավելի շատ քաղաքական շոու էր, քան քրեական հետապնդում։ Ապօրինի նշանակված դատախազը դարձավ ամբողջ պատմության ճակատագիրը։ Արդյունքում մեղադրանքներ չկան, բայց կան շատ հարցեր։ Մետան փորձեց լրացնել սեփական ճշմարտությունը։ Հետազոտությունը ցույց էր տվել, որ Facebook-ից ընդամենը մեկ շաբաթ դադարնել կարող է թեթևացնել սթրեսը, միայնությունը ու ինքնավստահության անկումը։ Սպիտակ տամբակ եկավ տարվա եղեմին։ Մելանիա Թրամփը ընդունեց 5.6 մետրանոց ծառը, բերված սիաքարշ կարգով, ինչպես հին ամերիկյան ֆիլմերում։ Տոնական սեզոնը պաշտոնապես բացված է։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Ողջույն բոլորին, USR Media YouTube-յան ալիքում ամենագլխավոր լուրերն են։ Այսօր աշխատում ենք, ինչպես նկատեցիք, արտագնա, բայց արտագնա աշխատելու հետ մեկտեղ այս շաբաթ մեկնարկում է Thanksgiving-ի տոնական շաբաթը եւ ինչպես ընդունված է գոհաբանության շաբաթը, պետք է սկսենք շնորհակալություններով ու այս շաբաթ ավելի շատ շնորհակալություններ կհայտնեմ, քան նախկինում։ Ու առաջինը, որ կցանկանայի շնորհակալություն հայտնել, դա բոլոր այն մարդիկ են, ովքեր որ գրանցվել են մեր YouTube-յան ալիքի membership-ին եւ անուն նշեմ Ալեքս Նուրին, Վահե Յայլյանին, Վարուժան Հարոյանին, Մարիամ Աթաբեկյանին, Էմա Սարգսյանին, Կարեն Հակոբյանին շատ շնորհակալ եմ, որ օգնում եք ալիքին զարգանալ։ Ու ինչպես նշել էի, ընդամենը ալիքին մեկ գավաթ սուրճ պարգևելն էլ կարևոր աջակցություն է եւ իհարկե շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ շարունակում են վստահել մեզ, բաժանորդագրվել ալիքին եւ հավանել ու լայքել մեր նյութերը։ Այսօր պետք է սկսենք Ուկրաինային վերաբերող նյութերով, նոր հետականցնենք ներամերիկյան իրադարձություններին։ Առաջինը, որ պետք է նշեմ, երևի թե բոլորիդ համար էլ արդեն հայտնի է, որ Ժնևում տեղի է ունեցել հերթական կամ, այսպես ասեմ, կարևոր բանակցություններ, ու այդ կարևոր բանակցությունների արդյունքում ձևափոխվել է 28 կետերից բաղկացած հաշտության կամ խաղաղության պլանը, որը ներկայացվել է նախագահ Թրամփի վարչակազմի կողմից, ինչը այնքան էլ ընդունելի չէ այս դեպքում արդեն Մոսկվայի համար։ Ժնևում կայացած բանակցություններից հետո ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունները քննարկումներն անվանել են շատ արդյունավետ եւ հայտնել, որ դրանք կշարունակվեն առաջիկա օրերին։ Սպիտակ տունը հայտարարել է, որ վերանայված պլանը ներառում է ավելի ուժեղ անվտանգության երաշխիքներ եւ արտացոլում է Ուկրաինայի ազգային շահերը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ զգալի առաջընթաց կա Ուկրաինայի պատերազմի ավարտի ճանապարհային քարտեզում, բայց դեռևս լուծված չէ այն հարցը, թե ինչպես ապահովել Կիևի անվտանգությունը հաշվի առնելով Ռուսաստանի սպառնալիքները։ Ակնհայտ է եւ բոլորս հասկանում ենք, որ պատերազմի վերջ դնելը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Ուկրաինան վստահ լինի, որ այլևս երբեք չի ենթարկվի հարձակումների, ասել է Ռուբիոն։ Կիրակի Ժնևում հանդիպել են ուկրաինական, ամերիկյան եւ եվրոպական պաշտոնյաները քննարկելու ԱՄՆ-ի նախագծած խաղաղության պլանը։ Այն բանից հետո, երբ Կիևն ու նրա դաշնակիցները անհանգստություն էին հայտնել այդ ծրագրի ռուսամետ դրույթների պատճառով։ Նախկին տարբերակը կոչ էր անում Ուկրաինային որոշ տարածքային զիջումներ կատարել, սահմանափակել բանակի չափը եւ հրաժարվել ՆԱՏՕ-ի միանալու հավակնություններից։ Շատ ուկրաինացիների համար նման պայմանները գրեթե կապիտուլյացիա են Եվրոպայում երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր տեղի ունեցած ամենաարյունալի մարտերից հետո։ Եվրոպացի պաշտոնյաները, որոնք հայտարարել էին, որ չեն եղել նախնական պլանի մշակման գործընթացում, Կիրակի ներկայացրել են փոփոխված տարբերակ, որը մեղմացնում է ուկրաինական բանակի սահմանափակումներն ու տարածքային զիջումների պահանջները։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար Անդրեյ Երմակը շնորհակալություն հայտնել Թրամփին Ուկրաինայի հանդեպ ցուցաբերած աջակցման համար։ Շնորհակալ ենք մեր մեծ բարեկամին Միացյալ Նահանգների, նախագահի եւ նրա թիմի խաղաղություն բերելու իրենց հանձնառության համար։
Մի քանի րոպե անց Վոլոդիմիր Զելենսկին նույնպես շնորհակալություն է հայտնել Թրամփին սոցիալական ցանցերում։ ԱՄՆ եւ ուկրաինացի պաշտոնյաները քննարկում են Զելենսկիի հնարավոր այցը արդեն Միացյալ Նահանգներ այս ուրբաթ, որպեսզի անձամբ քննարկի խաղաղության ծրագիրը Թրամփի հետ։ Եկեք մի փոքր ավելի հստակ ընդգծենք, թե ինչ էր ներառում առաջին տարբերակը խաղաղության ծրագրի, որը ներկայացվել էր Ուկրաինային, եւ ըստ Վլադիմիր Պուտինի այն չէր քննարկվել անգամ Մոսկվայի հետ, պարզապես նրանք ստացել էին նախագծի այդ 28 կետերը։ Այդ նախագիծը ամրագրում էր Ռուսաստանի ձեռք բերած դիրքերը 2022 թվականի փետրվարից ի վեր մոտավորապես Ուկրաինայի 1/5 մասը։ Նախագծով Ուկրաինան պետք է նաև հրաժարվեր Դոնեցկի այն հատվածներից, որն այժմ ինքն է վերահսկում։ Ռուսաստանը չէր կարողանա այնտեղ զորք տեղակայել, այդ տարածքը պետք է դառնար չեզոք, զինաթափված բուֆերային գոտի, որը կպատկաներ Ռուսաստանին։ Նախագծի համաձայն Ուկրաինան չէր կարող միանալ եւ չէր կարող ընդունվել ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքը։ ՆԱՏՕ-ն էլ պարտավորվում էր այլևս չընդլայնվել ըստ Ռուսաստանի հիմնական պահանջներից մեկի։ Փոխարենը կսպասվեր, որ Ռուսաստանը չպետք է ներխուժի իր հարևան երկրներ։ ՆԱՏՕ-ն զորքեր չէր կարողանա տեղակայել Ուկրաինայում եւ Կիևն էլ կպարտադրվեր սահմանափակել իր բանակի չափը մինչեւ 600,000 զինծառայողի։ Ուկրաինա պետք է հրաժարվեր նաեւ դատական գործընթացներից, որոնց նպատակը Ռուսաստանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները ապացուցելն է, մի բան, որը Մոսկվան հերքում է։ Արևմտյան երկրները սառեցրել մոտ 300 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ եւ նախագծի համաձայն Ռուսաստանը պետք է այդ ակտիվներից 100 միլիարդ դոլարը փոխանցեր Վաշինգտոնին ու այդ գումարը ուղարկվելու էր Ուկրաինայի վերականգնմանը եւ Միացյալ Նահանգներն էլ ստանալու էր վերականգնման ծրագրից առաջացած շահույթի 50%-ը։ Ուկրաինան ստիպված կլիներ ընդունել եւս մեկ ծանր պահանջ հրաժարվել դատարանով փոխհատուցում պահանջելու իրավունքից Ռուսաստանի կողմից պատերազմի հասցրած վնասների համար։ Կրեմլը երկուշաբթի հայտարարել է, որ այս նոր առաջարկը ոչ կառուցողական է եւ ընդունելի չէ Մոսկվայի համար։ Ամերիկյան սկզբնական նախագիծը անհարմար դրության մեջ էր դրել Կիևին եւ եվրոպական դաշնակիցներին, առաջացնելով մտավախություններ, որ Վաշինգտոնն ընդունել է Մոսկվայի հիմնական պահանջները կամ գուցե դրանց մեծ մասը։ Ուրբաթ օրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջարկած խաղաղության պլանը, հիշեցնեմ, սա առաջին պլանի մասին է, կարող է հիմք դառնալ համաձայն երկրի համար, բայց նաև նշել էր, որ եթե Կիևը մերժի այն, ռուսական զորքերը առաջ են շարժվելու։ Շարունակելով այս թեման, պետք է ասեմ, որ Միացյալ Նահանգներում հիմա սա ոչ պաշտոնական եւ պաշտոնական թվերի համադրություն է, մոտավորապես 200,000 ուկրաինացի իրավական անորոշության մեջ է ապրում։ Չգիտի թե ինչ է լինելու կամ ինչ կմտածի Դոնալդ Թրամփ այդ մարդասիրական ծրագրի մասով, որը սառեցվել է նրա երկրորդ պաշտոնավարման օրոք։ Մոտավորապես 260,000 պատերազմից փախած ուկրաինացիների ապրելու եւ աշխատելու իրավունք էր տրվել Միացյալ Նահանգներում դեռևս Ջո Բայդենի պաշտոնավարման ժամանակ։ Թրամփի վարչակազմը սառեցրել է պարոլի վերականգնման բոլոր դիմումները, հայտարարելով, որ դա անհրաժեշտ է անվտանգության ստուգումների համար։ Շատերը ստիպված են եղել հազարավոր դոլարներ վճարել իրենց կարգավիճակի երկարաձգման կամ այլընտրանքային ծրագրի դիմելու համար, սակայն դիմումները մնացել են անշարժ ու անորոշ։ Մեծ մասի կարգավիճակը պաշտոնապես ավարտվել է, ինչի հետևանքով նաև կորցրել են աշխատանքային թույլատվությունը, բժշկական ապահովագրությունը, իսկ նոր դիմումատուները ամիսներով սպասում են նոր աշխատանքային իրավունքի։ Միացյալ Նահանգների ներքին կառավարության տվյալների համաձայն Թրամփի վարչակազմի այս ուշացումները 2025 թվականի մարտի 31-ի դրությամբ իրավական կարգավիճակի անցկացման վտանգի տակ են թողել մոտ 200,000 ուկրաինացու։ Շահառուների թիվը մինչև այս չէր հրապարակվել, սա նոր տվյալներ է, դրա համար ենք ասում, որ մարտի 31-ի դրությամբ շատերն ապրում են վախով, որ կարող են ձերբակալվել այսի կողմից, իսկ մի մասն էլ չցանկանալով խնդիրներ ունենալ, նախընտրել են մնալ տանը ու դուրս չգալ կամ արդեն լքել են Միացյալ Նահանգները, տեղափոխվելով Կանադա, Եվրոպա կամ Հարավարևմտյան Ամերիկա։ Եվս մեկ միջազգային թեմա Իսրայելի բանակը տեսանյութ է հրապարակել, որ կիրակի օրը հարվածել է Բեյրութի հարավային Արբարձանում գտնվող մի շենքի եւ ըստ իրենց տվյալների այնտեղ գտնվել է Հեզբոլլահի բարձրաստիճան մի պաշտոնյա։ Անունն էլ բոլորիս քաջ հայտնի՝ Ալի Թաբթաբաիդ։ Հեզբոլլահը հաստատել է նրա մահը, բնութագրելով նրան մեծ ջիհադիստ հրամանատար, որը մինչև կյանքի վերջին վայրկյանը պայքարել է իսրայելական թշնամու դեմ։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվել է 5 մարդ, ուժել 28-ը։ Երկրի նախագահ Ժոզեֆ Աունը կոչ է արել միջազգային հանրությանը միջամտել ու կանգնեցնել իսրայելական հարձակումները։ Կարճ հեռուստատեսային ելույթում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ
թույլ չի տա Հեզբոլային վերականգնել իր ռազմական կարողությունները։ Նա հավելել է, որ ակնկալում է, որ լիբանանյան իշխանությունները կկատարեն իրենց պարտավորությունը եւ կզինաթափեն Հեզբոլահը։ Հեզբոլահի պաշտոնյա Մահմուդ Քումատին ասել է, որ Իսրայելի այս հարվածը կարմիր գծի խախտում է եւ որ կազմակերպության ղեկավարությունն է որոշելու ինչպես եւ արդյոք պատասխաներ։ Միացյալ Նահանգները 2016-ին սահմանել էր պատժամիջոցներ Ալի Թաբթաբայի նկատմամբ, նրան ճանաչելով Հեզբոլայի առանցքային հրամանատար եւ առաջարկելով մինչեւ $5 միլիոն պարգևավճար նրա վերաբերյալ տեղեկության համար։ Իսրայելի զինուժը հայտնել է, որ Թաբթաբային ղեկավարում էր Հեզբոլայի մեծ մասը կազմող մարտական ստորաբաժանումները եւ աշխատում էր դրանք վերականգնել Իսրայելի հետ նոր պատերազմի համար։ Հարվածը տեղի ունեցել ընդամենը մեկ շաբաթ առաջ այն բանից, երբ Հռոմի Պապը նախատեսում է այցելել Լիբանան ու չնայած Միացյալ Նահանգների միջնորդությամբ էլ մեկ տարի առաջ ձեռք բերված հրադադարի։ 2024 թվականի նոյեմբերին կնքված հրադադարը նպատակ ուներ դադարեցնել Հեզբոլայի եւ Իսրայելի բանակի միջև մեկ տարի տևած բախումները, որոնք սկսվել էին այն ժամանակ, երբ խմբավորումը ռմբակոծել էր իսրայելական դիրքերը Համասի հոկտեմբերի 7-ի հարձակման հաջորդ օրը։ Սակայն հրադադարից հետո Իսրայելը գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում Լիբանանին, նշելով, որ թիրախավորում է Հեզբոլայի զինապահեստները, մարտիկներին եւ կազմակերպության վերակազմավորման փորձերը։ Նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադարձից հետո մի կառույց ստեղծեց, որը մեծ բում արեց Միացյալ Նահանգներում։ Երևի ձեզ բոլորի քաջ հայտնի այդ անունը կառավարության արդյունավետության վարչություն։ Շատերը նրան ուղղակի անվանում էին անգլերեն հապովումով Doge։ Կառույցը ղեկավարեց Իլոն Մասկը։ Այդ ժամանակ Դոնալդ Թրամփի ամենամտերիմ մարդկանցից մեկը եւ մեծ գումարներ ծախսած նրա նախընտրական քարոզարշավի համար։ Բայց այսօր ադրությամբ այդ կառույցը այլևս չկա։ Այս մասին հայտնել է OPM տնօրեն Սքոթ Քուպերը։ Վարչությունը, որի մանդատն իրականում պետք է մոտավորապես դեռևս 8 ամիս էլ տևեր, կարծես լուծարվել է։ Ասում են կարծես, որովհետև հստակ նախանշաններ չկա, կամ դա եղել է ավելի շուտ, կամ ընդհանրապես վերջերս։ Բայց սա առաջին անգամն է, որ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը հրապարակավ խոսում է Դոջի ավարտի մասին։ Դոջը բազմաթիվ լիազորություններ տեղափոխել է դաշնային կառավարության մարդկային ռեսուրսների գրասենյակ։ Դոջը ստեղծվել էր այս տարվա հունվարին եւ Թրամփի երկրորդ ժամկետի առաջին ամիսներին ագրեսիվ արշավ էր սկսել Վաշինգտոնում կտրուկ նվազեցնելու դաշնային կառույցների չափերն ու բյուջեները կամ դրանց աշխատանքը վերաուղղելու Թրամփի առաջնահերթությունների։ Դոջը պնդում է, որ տասնյակ միլիարդավոր դոլարների ծախսեր է կրճատել, սակայն անկախ ֆինանսական փորձագետները մինչև այսօր չեն կարողացել հաստատել այդ տվյալները, քանի որ կառույցը երբեք չի հրապարակել հաշվետվություններ իր գործունեության մասին։ Դոջի նախկին ղեկավար Իլոն Մասկը X հարթակում հաճախ էր գովազդում իր աշխատանքը եւ մի անգամ տեսած կլինեք, հավանաբար էլեկտրական սողոցով նկարագրել էր պետական հաստիկների կրճատումը։ Չնայած նրա եւ Թրամփի միջև մայիսին հրապարակային լարվածություն էր առաջացել, վարչակազմի պաշտոնյաները երբեք բացահայտ չէին խոստովանել, որ Դոջն այլևս գոյություն չունի, իսկ Մասկը, գիտեք, վաղուց հեռացել է Վաշինգտոնից։ Թրամփի իր երկրորդ ժամկետի սկզբում ստորագրած հրամանագրով սահմանել էր, որ կառույցը պետք է աշխատի մինչև 2026 թվականի հուլիսը, սակայն նախագահն ու նրա թիմը դեռևս ամռան ընթացքում ակնարկում էին, որ կառույցը փաստացի դադարել է գործել։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը Դոջին միշտ հիշատակում է հիմա անցյալ ժամանակով։ Թողարկման այս հատվածում էլ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Կոզանյան Meat and Liquor Market-ին, որը ձեզ առաջարկում է ամենօրյա գնումներ կատարել հայտնի Գլենդելի սրտում գտնվող խանութից, իսկ այս տոնական օրերին առաջարկում է գնումների դիմաց նաև անվճար հնդկահավ։ Եվ մեր մյուս գործընկերը գիտեք բոլորիս կողմից երևի թե շատ սիրված Moms լավաշի հեղինակներն են, Keris Moms Bakery-ին գտնվում է Գլենդելում, հասցեները եւ հեռախոսահամարները մեր գործընկերների ներքևի հատվածում անպայման կարող եք գտնել եւ զանգարել ու նախնական պատվերներ անել։ Keris Moms Bakery-ն առանձնանում է հիմա ոչ միայն իր լավաշի տեսականիով, այլ նաև տարբեր տեսակի կիսաֆաբրիկատներով, աղցանների տեսականիներով, անգամ այսպես վակուում վարած ապուրներով, այնպես որ այցելեք, շատ բան կգտնեք Keris Moms Bakery-ում, որը ձեզ տուր կգա։ Եվ իհարկե Cosmo Palace ռեստորանին Banquet Hall, մեր գործընկերը նոր է բացվել, Նորթ Հոլիվուդում է գտնվում, հիասքանչ սրահ ունի, որտեղ կարող եք անցկացնել ձեր մեծ միջոցառումները, Kids Patio ունի բացօթյա, որը տակացվում է, եւ իհարկե առաջարկում է Cosmo Catering եւ ընդհանրապես $400 կարող եք 10-ից 8-ից 12 հոգու համար անգամ նույնիսկ ավելին պատվիրել 12 տեսակի appetizer-ով, տակուտեսներով, հյութերի տեսականիով Cosmo Catering-ը ու վայելել ձեր երեկոն ու ընդհանրապես չչարչարվել այդ երեկոյի համար ընդամենը նույնիսկ 1 վայրկյան։ Շարունակենք լուրերը։ Պենտագոնը հիմա հայտարարում է, որ սկսվել է ուսումնասիրել Արիզոնայի մի
Սենատորի, որը նախկինում ռազմածովային ուժերի կապիտան է եղել, երևի գիտեք, վերջերս տեսանյութ հրապարակվեց, որտեղ օրենսդիրներից 6-ը ուղղակիորեն կոչ էին անում զինվորներին չհնազանդվել, բայց նշում էին չհնազանդվել ապօրինի հրամաններին։ Հիմա կարծես թե նոր վեճ է հասունանում, ընդ որում Պենտագոնի ու այս դեպքում սենատորի միջև։ Խոսքը Մարկելի մասին է եւ ասում է, որ փնտրում են հնարավոր խախտումներ, որոշելու արդյոք արկա են հիմքեր նրան վերստին զինվորական ծառայության կանչելու եւ ռազմական դատարանի ներկայացնելու համար։ Քելին նախորդ շաբաթ մի խումբ օրենսդիրների հետ հրապարակել էր տեսանյութ, որով կոչ էր արվում զինված ուժերի ծառայողներին եւ հետախուզական զորքերին մերժել ապօրինի հրամանները հղումանելով սահմանադրությանը սպառնացող վտանգների։ Պենտագոնի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ ստացել է լուրջ եւ հիմնավոր մեղադրանքներ Քելիի հասցեին եւ սկսվել է դրանց համակողմանի ուսումնասիրությունը, որոշելու հետագա հնարավոր քայլերը։ Քելին 6 դեմոկրատ օրենսդիրներից մեկն էր, որոնք տեսագրությամբ հորդորում էին զինվորականներին չկատարել այդ հրամանները։ Այդ խմբում ընդգրկված էին նաև Միչիգանի սենատոր Շելիսա Սլոթկինը, ինչպես նաև ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեյսոն Քրոուն Կոլորադոից, Դելոուզին Քրիսի Հալուհանը Փենսիլվանիայից եւ Մեգի Գուտլանդերը Նյու Հեմփշիրից։ Այդ տեսանյութից հետո Թրամփը կոշտ քննադատության էր ենթարկել օրենսդիրներին, հայտարարելով, որ նրանք պետք է ձերբակալվեն եւ ներկայացվեն դատարան խռովարար վարքագծի կամ այլ կերպ թարգմանած ապստամբության համար։ Նա իր հրապարակումներից մեկում գրել էր ապստամբությունը, որը կարող է հանգեցնել մահապատժի։ Ավելի ուշ իհարկե Թրամփը պարզաբանել էր, որ մահապատժով չի սպառնում, սակայն ըստ իրեն նրանք լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Պաշտպանության նախարար կամ պատերազմի նախարար Փեթ Հեքսեթը տարածել էր Պենտագոնի հաղորդագրությունը եւ օրենսդիրներին անվանել խռովարար վեցնյակ։ Նա նշել էր, որ օրենսդիրներից 5-ը չեն գտնվում Պենտագոնի իրավասության ներքո, սակայն Քելին, որպես զինծառայության թոշակառու սպա, կարող է հետ կանչվել։ Պենտագոնը հիշեցրել է, որ դաշնային օրենքը արգելում է ցանկացած գործողություն, որը միտված է խաթարել զինված ուժերի հավատարմությունը, բարոյական մակարդակը կամ կարգապահությունը, ընդգծելով, որ նման խախտումները կքննարկվեն իրավական համապատասխան ընթացակարգերով։ Միաժամանակ նշվել է, որ այդ օրենքը տարածվում է նաև զինվորական թոշակառուների վրա։ Օրենքի համապատասխան դրույթը արգելում է ցանկացած գործողություն, որը խորհուրդ է տալիս դրդում կամ որևէ կերպ նպաստում զինված ուժերի անդամի անհնազանդությանը, անհավատարմությանը, ապստամբությանը կամ ծառայությունից հրաժարվելուն։ Քանի որ խոսք գնաց դատական թեմաներից, շարունակեմ հենց այս թեմայով, դաշնային դատարանը փակել է այն գործը, որը վերաբերում էր FBI-ի նախկին տնօրենին եւ Նյու Յորքի գլխավոր դատախազին, ասելով, որ գործը, որ ներկայացրել էր, ինքնին ապօրինի էր նշանակված եւ այն չի կարող ուղղակի քննվել։ Խոսքը գնում է FBI-ի տնօրեն Ջեյմս Քոմի եւ Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի դեմ ներկայացրած քրեական գործերի։ Դատավորի որոշման մեղադրանքները չեն կարող շարունակվել, քանի որ այդ գործերը վարող դատախազ Լինսի Հալիգանի նշանակումը եղել է ապօրինի Հալիգանը, որը նախկինում եղել է Թրամփի անձնական իրավաբաններից մեկը, սեպտեմբերին նշանակվել էր Վիրջինիայի Ալևերյան շրջանի ժամանակավոր ԱՄՆ դատախազ, չնայած նրան, որ դատախազական փորձ չեր ունեցել։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր այն բանից հետո, երբ նախորդ դատախազը հրաժարվել էր մեղադրանքները առաջադրել նույն Քոմի կամ Ջեյմսի դեմ, նշելով ապացույցների բացակայությունը։ Քոմին եւ Ջեյմսը նախկինում գլխավորել էին Թրամփի գործունեության վերաբերյալ հետաքննություններ, ինչից հետո Թրամփը հրապարակայնորեն կոչ էր արել քրեական հետապնդում սկսել նրանց նկատմամբ։ Շատ վերլուծաբաններ այդ մեղադրանքները գնահատել էին որպես քաղաքական հաշվի առդար։ Դատավորի որոշման մեջ նշվել է, որ Հալիգանը իրավասություն չի ունեցել որևէ մեկի նկատմամբ մեղադրանքներ ներկայացնելու, ինչի հետևանքով գործերը փակվել են։ Միևնույն ժամանակ արդարադատության նախարարությունը ցանկության դեպքում կարող է մեղադրանքները նորից ներկայացնել, եթե դա արվի օրինական կարգով նշանակված դատախազի միջոցով։ Կոմի մեղադրվում էր կոնգրեսին կես տեղեկություն տրամադրելու եւ կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեջ, իսկ Ջեյմսը բանկային խարդախության եւ ֆինանսական կառույցին կես տվյալներ ներկայացնելու մեջ։ Երկուսն էլ իրենց մեղավոր չէին ճանաչել եւ պնդում էին, որ Հալիգանի նշանակումը խախտել է ԱՄՆ սահմանադրության նշանակումների դրույթը։ Կոմին հայտարարել էր, որ այս գործը վերաբերում է ոչ միայն իրեն, այլ ընդհանրապես երկրի արդարադատության համագարքի անկախությանը, իսկ Ջեյմսը քննադատել է նախարարությանը քաղաքական նպատակներով գործողությունների համար։ Երևի թե ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների, որ երկար ժամանակ սոցիալական ցանցերում անցկացնելը ինքնին ազդում է հոգեկան առողջության վրա։ Երևի թե դա բազմից է ապացուցվել ու մենք էլ տարբեր առիթներով դրանք ընթերցել ենք։ Բայց արի ուտես, որ անցկացվում է նաև հենց սոցիալական ցանցերի կողմից այդ հետազոտությունները, ու հիմա պարզվում է, որ Մետան Facebook-ի հետազոտությունները թաքցրել է ու չի հրապարակել։
Դա հայտնի դարձավ Միացյալ Նահանգների մի շարք դպրոցական շրջանների կողմից Մետայի եւ այլ սոցիալական հարթակների դեմ ներկայացրած դատական հայցից։ Դատական կարգով ստացված Մետայի ներքին նյութերը վերաբերում են 2020 թվականի Մերկուրի նախագծին, որի ժամանակ ընկերության գիտնականները Նիելսեն հետազոտական կազմակերպության հետ ուսումնասիրել են Facebook-ից կարճաժամկետ հրաժարման ազդեցությունը։ Փաստաթղթերում նշվում է, որ մարդիկ, ովքեր գոնե մեկ շաբաթով դադարել էին օգտագործել Facebook-ը, հայտնել են, որ իրենց մոտ նվազել են դեպրեսիայի զգացողությունները, անհանգստությունը, միայնության զգացումը, սոցիալական համեմատության, ինքնավստահությունը նվազեցնող մտքերը։ Փոխարենը Մետան ոչ միայն չի հրապարակել այդ տվյալները, այլ որոշել է ընդհանրապես դադարեցնել հետագա ուսումնասիրությունները, ներքին կերպով հայտարարելով, թե արդյունքները աղավաղված են։ Ընկերության շուրջ եղած ուղղակի բացասական լրատվական ֆոնի պատճառով։ Փաստաթղթերում նշվում է, որ աշխատակիցներից մեկը պնդել է, որ հետազոտության եզրակացությունները լիովին վավեր եւ ճշգրիտ են։ Հայցում նաև ասվում է, որ Մետան կոնգրեսին տեղեկացրել է, որ չունի կարողություն չափելու, թե որքանով են իր հարթակները վնասակար, օրինակ դեռահաս աղջիկների համար։ Մետայի խոսնակը հայտարարություն է տարածել, պնդելով, թե հետազոտությունը դադարեցվել է ուղղակի մեթոդաբանական խախտումների պատճառով, եւ որ ընկերությունը շարունակում է բարելավել իր հարթակների անվտանգությունը։ Գիտեք, որ Մետան նաև վերահսկում է Instagram-ը։ Մետայի կողմից սոցիալական մեդիայի վնասների մասին ապացույցները տաքսներու մեղադրանքը միայն մի մասն է ներկայացված մեծածավալ դատական դիմումի, որը ներկայացրել է Մատլի Ռայս իրավաբանական ընկերությունը Մետայի, Google-ի, TikTok-ի եւ Snapchat-ի դեմ երկրի տարածքում դպրոցական շրջանների անունից։ Օրվա թողարկումը պետք է ավարտենք իհարկե տոնական այսպես մթնոլորտում, այդուամենայնիվ գիտենք Thanksgiving-ի կամ գոհաբանության շաբաթը մեկնարկել է, հաջորդի մի քանի նյութերը կվերաբերեն տոնական սեզոնին, առաջինը պետք է տեղափոխվենք Սպիտակ տուն, Վաշինգտոն, կարելի ասել երկրի հիմնական տոնածառներից մեկը, եթե չասենք հիմնական տոնածառը, այսօր բերվել է Սպիտակ տուն ու Մելանիա Թրամփը առաջին տիկինը մեծ հանդիսավորությամբ ընդունել է այն Սպիտակ տան բակում։ Եղևին բերվել է Միչիգանի մի ֆերմայից, որը ավանդույթի համաձայն տեղ է հասել ձիաքարշ կարգով։ Շատ գեղեցիկ ծառ է, ասել առաջին տիկինը լուսանկարվելով ու շրջելով կարգի շուրջը։ 18.5 ֆուտ մոտ 5.6 մետր բարձրությամբ եղևնին տեղադրվելու է Սպիտակ տան կապույտ սրահում, որտեղ ամեն տարի ցուցադրվում է գլխավոր Սուրբ Ծննդյան ծառը։ Այն աճել է Կորսոն ընտանեկան ֆերմայում եւ նրանք այս պատվին էին արժանացել հաղթելով ազգային Սուրբ Ծննդյան ծառերի ասոցիացիայի տարեկան մրցույթը։ Այս մրցույթի հաղթողները 1966 թվականից ստանձնում են Սպիտակ տան պաշտոնական Սուրբ Ծննդյան ծառի աճեցման եւ մատակարարման պատվին։ Գիտեք, նաև մոտենում է Սևուր փաթը, երևի թե շատ ամերիկացիներ, նույնիսկ Ամերիկայում ապրող մեր հայրենակիցները երկար են սպասում այդ օրվան, 1 տարի սպասում են, որպեսզի զեղչերով լավ գնումներ կատարեն։ Եվ այս տարի վերլուծաբանների կարծիքով սպասվում է ոչ այնքան մշտական զեղչերը, որը սովորաբար լինում է, այսինքն գները մի փոքր սովորականից բարձր են լինելու, բայց նաև սպասվում է ռեկորդային քանակով գնումներ։ Կարճ ասած, Սևուր փաթի գները լինելու է պատմական բարձր եւ ռեկորդային թվով գնորդներ էլ մասնակցվեն այդ բարձր գնումներին։ Մաքսատուրքերի ճնշման տակ գտնվող մանրածախ առևտրի խանութներն այս տարի առաջարկում են ավելի քիչ զեղչեր, ինչի հետևանքով գնորդները դժվարությամբ են գտնում իրականում շահավետ առաջարկներ։ Ամերիկայի մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի կանխատեսմամբ Thanksgiving-ի օրից մինչև երկուշաբթի ընկած հնգօրյա ժամանակահատվածում գնումներին կմասնակցի մոտ 187 միլիոն մարդ, սա կլինի երբևէ գրանցված ամենաբարձր թիվը եւ կգերազանցի նախորդ տարվա մոտ 183 միլիոն գնորդի թիվը։ Վաճառողները սկսել են վաղ ժամ ակցիաներ վաճառքները շուտ ապահովելու նպատակով։ Ամերիկայի մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիան կանխատեսում է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին խանութային եւ առցանց վաճառքներն առաջին անգամ կգերազանցեն 1 տրիլիոն դոլարը։ Սպասվում է մոտ 4% աճ, ինչը սակայն մի փոքր ցած է լինելու 2024 թվականի 5%-անոց աճից։ Մեկ գնորդի հաշվով ծախսերը ըստ կանխատեսումների մի փոքր կնվազեն։ Բացի այդ, հարցումների համաձայն գնորդների ավելի մեծ մասն է պլանավորում սպասել հենց Thanksgiving-ի ու Սևուր փաթի օրերի զեղչերի։ Գնորդների համար դժվարացել է հասկանալ, թե իրականում երբ են ի հայտ գալիս լավագույն գները։ Պատճառն էլ այն է, որ խանութներն այս տարի չափազանց շուտ են սկսել զեղչերը եւ շատ առաջարկներ գուցեև հասանելի չլինեն հենց Սևուր փաթին, կամ ապրանքները կսպառվեն, կամ զեղչերն այլևս չեն գործի։
Գոհաբանության տոնի նախաշեմին միլիոնավոր մարդիկ սպասում է, որ կճանապարհորդեն ողջ Ամերիկայով։ Կալիֆոռնիայում այդ թիվը կլինի մոտավորապես 7 միլիոն, վկիորեն 7 միլիոն մարդ դուրս կգա ճանապարհորդելու։ Մեծ մասը իհարկե անցնելու է մայրուղիներով, այնպես որ խցանումների սպասեք առաջիկա մեկ շաբաթ օրը։ Բացառություն է լինելու միայն գոհաբանության օրվա տրանսպորտային երթևեկությունը։ TSA տրանսպորտային անվտանգության վարչությունը սպասում է մոտ 18 միլիոն ուղևորի զննման, սա օդանավակայանների մասին է, գոհաբանությունից առաջ 3 շաբթից մինչև տոնը հաջորդող 3 շաբթի, այսինքն այդ մեկ շաբաթվա ընթացքում։ FFA-ն էլ կանխատեսում է, որ դա կլինի վերջին 15 տարիների ամենագերբեռնված գոհաբանության շրջանի ավիաօրերը։ Սակայն ճանապարհորդների մեծ մասը ճանապարհ են գնելու մեքենայով։ AAA-ի տվյալներով 81.8 միլիոն մարդ այս տարի վարելու է առնվազն 50 մղոն հեռավորությամբ իր մեքենա։ Սա նախորդ տարվա համեմատ 1.6 միլիոնով ավելին է եւ ամենաբարձր ցուցանիշը պատմության մեջ։ Բացի այդ, երկրում ձևավորվում են խոշոր երկու փոթորիկային համակարգեր։ Հարավային նահանգներում ուժեղ անձրևներ եւ ամպրոպներ, որոնք կշարժվեն դեպի Օհայո ու Նյու Ինգլենդ, եւ հյուսիսային նահանգներում էլ մեծ լճերի շրջանում հատկապես ուժեղ ձյան փոթորիկ, սառնամանիք ու քամիներ է սպասվում։ Այս եղանակային երևույթները կարող են լուրջ ազդեցություն ունենալ ինչպես օդային, այնպես էլ ճանապարհային երթևեկության վրա։ Ավտոմոբիլային ակումբի տվյալներով միայն հարավային Կալիֆոռնիայի մոտ 7 միլիոն բնակիչներ նախատեսում են ճանապարհ ընկնել գոհաբանության տոնի օրերին։ Ըստ կանխատեսումների 5.88 միլիոնը կմեկնի ավտոմեքենայով, 704,000 ինքնաթիռով, 196,000-ն էլ կօգտվի այլ տրանսպորտից։ Ճանապարհները հատկապես ծանրաբեռնված կլինեն երեքշաբթի եւ չորեքշաբթի կեսօրից հետո, ինչպես նաեւ կիրակի, երբ բոլորը սկսում են վերադառնալ տուն։ Այսօրվա համար այսքանը, շնորհակալ եմ ուշադրության համար, վաղը կվերադառնանք մեր ավանդական տաղավար, ես Հարություն Մինասյանն եմ, առողջ եղեք։